Վեհափարմատուցած պատարակների մասնակցել եք վերջի շրջանում։ Վերջի շրջանում չեմ մասնակցել։ Ինչու՞։ Երբ որ սկսվեց արշավը վեհապարի դեմ դրամար, սկսեցիք։ Ոչ, բայց օրինակ նույն վերջի պատարակը նույնիսկ հաջողվել է Հռոմում մասնակցել։ Մենք այդ հնարավորություն չունենք դստից նկատի ունեմ այդ նման բան էլ է պատահել։ Իսկ բանը հիմա ինչու չեք մտնել ներ։ Ճիշտ ասած ներս այնքան մարդ կա որ դժվար։ Չգիտեք որ շատ մարդ է լինելու, հիմա եկել եք պատարակը չեք տեսում, հաղորդություն չեք ստանալու։ Որպես առաքելական եկեղեցու հետևորդ, ձեզ համար որքանով է ընկալելի, երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանն մտնում է եկեղեցի, ծափահարում է եկեղեցի մեջ եւ նրա անվտանգության աշխատակիցները ամբողջ եկեղեցուն շրջափակում են եւ մեջքով խորանին կանգնում են։ Սա նորմալ է։ Որևէ երկրում նման բան դուք տեսել եք, նշեցիք որ Ռոմում եք վերջի շրջանում։ Գիտեք, դա անվտանգության կանոններից է բխում, չեմ կարող պատասխանել, դրա մասնագետը չեմ։ Այո։ Հատկապես որ Կան տարական անվտանգության խնդիրներ։ Ու եկեղեցում ինչ պետք է անեն իրեն։ Ես շրջան, հիմա ես ուզում եմ հասկանալ նախ Չանցավարի եկեղեցին չէ։ Դուք եք հորդորել քաղաքապետերին օրինակ գալ Հովանավանք մասնակցել պատարակի։ Մենք նկատեցինք Աջափնյակի քաղաքապետին, Նորքի քաղաքապետին, Ավանի քաղաքապետը Երևանում մասնավորապես Աջափնյակում եկեղեցի չկա։ Ինչ քայլեր են ձեռնարկվում Աջափնյակում եկեղեցի կառուցելու համար, որ Աջափնյակի քաղաքապետը գնա Աջափնյակում պատարակի մասնակցի։ Բայց Աջափնյակի քաղաքապետը նույնպես ազատ քաղաքացի է, կարող է բայց վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով գալիս է Հովանավանք։ Շատ լավ։ Եվ խնդիր եք տեսնում։ Չէ, խնդիր չեմ տեսնում, ասում եմ, երբ չեք օրինակ։ Դուք չեք տեսնում, բոլորը ԿՊ-ի Փաշինյանի հրահանգով են եկել այստեղ։ Ներողություն էլի, Առաջի երկրորդը հանգիստ։ Ոստիկանները ինչի չեն ասում։ Արան դու ես ձեռդ էլ իջեցու գնա։ Հանգիստ, չի կարելի։ Ես խնդիր չեմ տեսնում, ելի եմ ասում, թաղապետերից մի քանիսին նկատել եմ, Աջափնյակի թաղապետին չեմ նկատել, շատ լավ է որ դուք նկատել եք, տեղյակ չեմ ով է եկել, այսինքն բոլորը ազատ քաղաքացիներ եւ եկել են այսօր պատարակի, ես ինքս տեսնում եք եկեղեցու ներսում տեղ չկա որ կանոնում մասնակցեմ, փոքր ինչ ուշացել ենք, մի 5 րոպե Ես Տիգրան Ավինյանը ինչու չի եկել, քանի որ նախորդին բացատրությունը տվել էր, որ ես տեղյակ չեմ ինչու Տիգրան Ավինյանը, ես տեղյակ չեմ ճիշտ ասած, Տիգրան Ավինյանը էսպան երկրում է թե չէ, տեղյակ չեմ։ Շաբաթ այսօր Կիրակի օրը այնպես չի որ տեղյակ եմ։ Նախորդ անգամ որտեղ ասել էր որ շատ կուզեր լիներ, բայց չէ, չի կարող այս անգամ որևէ բան։ Իմ իմանալով Տիգրան Ավինյանը արձակուրդ պիտի մեկնի եւ տեղյակ չեմ, հենց Կիրակի օրվանից ինքը արձակուրդում է թե չէ։ Օրինակ եթե հաջորդ Կիրակի էլ Նիկոլ Փաշինյանը ասի որ գնալու եմ Հովանավանք պատարակի, էլի գալու եք։ Գիտեք, այդպես գրաֆիկ նախնական չունեմ, հա, հաստատած, որ հաջորդ Կիրակի եւ հաջորդ դա հոգու կանչից է գալիս եւ այս որոշում օրինակ պատարակին մասնակցելու կայացրել եմ 3 եւ իմ գործընկերներից այստեղ մենք ներկա ենք։ Դեռ հոգու կանչը ամեն Կիրակից է տարել է պատարակի։ Դա ինչքանով է ճիշտ որ ես իմ հոգու խորքու եղածը այսպես լրատվականներով հիմա ներկայացնում եմ։ Մի քիչ էլ եկեք թողնենք անձնական տիրույթ էլի։